Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն տարածաշրջանի համար Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, պնդելով նոր Սահմանադրությունն իրենց օրակարգում եղել է դեռևս 2018 թվականից։ Մեր ծրագրում դա ոչ թե տեղ է զբաղեցնում, մենք հայցակարգային դրույթներով ենք երկիները ձևակերպել և սահմանադրական փոփոխությունները այնպիսի կան այնտեղ դրույթներ, որ մենք նախկինում ասել ենք, որ Սփյուռքի մեր հայրենակիցների սահմանափակող դրույթները պետք է հանենք, և դա գիտեք ինչ սահմանադրական փոփոխությունը նպատակ չի։ Հայաստանի Սահմանադրությունը տարածաշրջանային երկրներին հարմարեցնելու Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական են համարում մասնագետները, իսկ Փաշինյանի պնդումը, թե նոր Սահմանադրությունն իրենց ծրագրում 2018 թվականից է եղել, խոստովանություն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ դեռևս 2018 թվականին ինքը այս խելքին էր, այսինքն ինքը նպատակ ուներ հենց այս ուղղությամբ գնալ, ապա դա ըստ էության ինքնախոստովանություն է, որ 2018 թվականին, երբ ինքը եկել է իշխանության, կամ ինչպես հիմա մոդայիկ է ասել, երբ իրեն բերել են իշխանության, իրեն բերել են հենց նրա համար, որպեսզի ըստ էության պատմական Հայաստանը կործանի և, այսպես ասենք, դրա փոխարեն հրամցնի այսպես կոչված իրական Հայաստանի կոնցեպտը, որը որ նորից եմ ասում, ամբողջովին բխում է թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներից։ Իսկ ինչ է նշանակում տարածաշրջանին հարմար սահմանադրություն, ինչու պիտի Հայաստանի սահմանադրությունը հարմարվի մյուս երկրներին։ Միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը կարծում է, որ անկախության հռչակագրից ու Արցախից հրաժարվելուց զատ հնարավոր է այստեղ նոր կետ ներառվի, որը վերաբերվելու է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Չեմ բացառում, որ նաև ձևակերպումներ լինի կոնկրետ Հայաստանի Հանրապետության տարածքի թվի հետ կապված կիլոմետր քառակուսիով նշելով։ Տարածաշրջանային սահմանադրության իմաստը իր ասելով դրանում է կանում, իր ասելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը նույնն է, ինչ ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ 12 անգամ խմբագրված ու չարչրկված այսպես կոչված խաղաղության պայմանագիրն էլ 3 Հայաստաներ վերադարձել։ Բաքուն դարձյալ խմբագրելու հետ է ուղարկել փաստաթուղթը։ Թեպետ Նիկոլ Փաշինյանը հերքում է, որ սահմանադրական փոփոխությունները Բաքվի պահանջն է, սակայն մասնագետները վստահ են, այդպես է։ Որքան տաս, այդքան ավելի շատ են վերցնելու թշնամիները, ասում են զրուցակիցներս ու հորդորում մեծ սպասելիքներ չունենալ խաղաղության պայմանագրից։ Դա ներքին օգտագործման փաստաթուղթ կարող է լինել, այսինքն ես կարծում եմ, որ ոչ թե խոսքը կարող է գնալ խաղաղության պայմանագրի, ասենց համապարփակ տեսքով, պայմանագրի ստորագրման մասին, այլ նախընտրական շրջանում ես չեմ բացառում, որ Ադրբեջանը, տվյալ պարագայում Ադրբեջանը կարող է այսպիսի մի ռևերանս անել, փորձել ուժեղացնել Նիկոլ Փաշինյանի դիրքերը հայաստանյան ներքին քաղաքական ասպարեզում նախընտրական շրջանում և ինչ-որ մի փաստաթղթի ստորագրման գնալ։ Վերադառնալով տարածաշրջանային սահմանադրության գաղափարին, սահմանադրագետ Գոհար Մելոյանն ասում է, սա արդեն ազգային անվտանգության հարց է։ Սա այլևս նաև ազգային անվտանգության խնդիր է, որովհետև յուրաքանչյուր պետություն, յուրաքանչյուր ազգ իր սահմանադրությունը ընդունում է իր ազգային և պետական առանձնահատկություններից, տարածքային կառավարումից, պետական ռեժիմից ելնելով և չի կարող մի պետության սահմանադրությունը սպասարկի տարածքային շահեր։ Սահմանադրական փոփոխություններին դեմ են նաև մեր հայրենակիցները։ Ոչ բան էլ չունի, ուզում են բանը Ալիևի ասածն անեն, Էդ մենակ դրանց ուզածը։ Օրենք էին ուզում։ Օրենք պաշտպանում են, հենց օրենք խանգարող իրանք ոստիկանապետից սկսած։ Այս Նիկոլը։ Հենց ոստիկանապետից սկսած միջև բան։ Քալե կտրել էր ծրդին ոնց որ եսի ինչ։ Մանր գալի ուրախ ամոթա։ Ես դեմ եմ այդ հայտարարությանը, նայած չի որ վարկաբեկվում եմ, բայց այդ պահանջը Ալիևի պահանջն է, նա իրավունք չունի մեր սահմանադրությունը փոխելու, այդքան բան։ Ժողովրդի կարծիքը պետքա մեծամասնությունը տա այդ դաբրոն, բայց չեմ կարծում դաժե մի տոկոսն էլ համաձայնվի այդ կարծիքին։ Դա դավաճանություն կլինի ուղղակի։ Շատ բաներ կա էլի, որ փոփոխության կարիք կա, որ իրագործեն։ Իհարկե ոչ, ինչի համար փոխվի, ամեն անգամ ինչ-որ մի վատ բան է ալում, իմաստը որն է փոխելու, եթե բարելավելու է, թող փոխեն, բայց դե չեմ կարծում, որ փոխվելուց ինչ-որ բան կփոխվի մարդկության համար, իրանց համար է, ոչ թե մարդկության։
Այս ֆոնին Ադրբեջանը հաստատեց այսպես կոչված խաղաղության պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են։ Մասնագետներն ասում են, սա նշանակում է, որ հայկական կողմը կփոխի սահմանադրությունը Բաքվի պահանջով, իսկ ԵՄ դիտորդական առաքելություն իրականացնող խմբերը կլքեն Հայաստանը։ Թե ինչ է սպասվում Հայաստանին, ցույց կտա ժամանակը։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Անիա Բաղյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։